Մի անգամ, երբ Իսրայելի ժողովուրդը Սինա լեռան տակ տեղավորվեց, Մովսեսը լեռ բարձրացավ։ Այնտեղ Աստված քարե տախտակներ տվեց, որոնց վրա գրված էին 10 պատվիրանները և որոնք պետք է ժողովուրդը պահեր։ Քարե տախտակների վրա գրված էին այն խոսքերը, որ Աստված ասել էր Մովսեսին. «Տերը քո Աստվածն է, որ քեզ Եգիպտոսի երկրից ստրկության տնից դուրս բերեց։ Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս, քեզ համար կուռք չշինես ոչ վերը երկնքում, ոչ էլ ներքևում երկրի վրա կամ երկրի տակ գտնվող ջրերի մեջ։ Մի երկրպագիր նրանց ու մի ծառայիր նրանց, քո Տեր Աստծուդ անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Աստված անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը զուր տեղը բերանը կառնի։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր աշխատիր ու քո բոլոր գործերն արա, իսկ 7-րդ օրը շաբաթը քո Տեր Աստծունն է։ Պատվիր քո հորն ու մորը»։ Մովսեսը լեռ բարձրացավ։ Այնտեղ Աստված քարե տախտակներ տվեց, որոնց վրա գրված էին 10 պատվիրանները և որոնք պետք է ժողովուրդը պահեր։ Քարե տախտակների վրա գրված էին այն խոսքերը, որ Աստված ասել էր Մովսեսին. «Տերը քո Աստվածն է, որ քեզ Եգիպտոսի երկրից ստրկության տնից դուրս բերեց։ Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս, քեզ համար կուռք չշինես ոչ վերը երկնքում, ոչ էլ ներքևում երկրի վրա կամ երկրի տակ գտնվող ջրերի մեջ։ Մի երկրպագիր նրանց ու մի ծառայիր նրանց, քո Տեր Աստծուդ անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Աստված անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը զուր տեղը բերանը կառնի։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր աշխատիր ու քո բոլոր գործերն արա, իսկ 7-րդ օրը շաբաթը քո Տեր Աստծունն է։ Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի օրերդ երկար լինեն այն երկրի վրա,